գնալու է գալարվելու է ոտքերի տակ Էրդողանի, ինչ-որ թղթի կտոր է աղերսելու առաջ խնդրելու, որպեսզի ստորագրվի այդ տեսակետը կա, համամիտեմ այդ տեսակետի հետ, չեմ պատկերացնում, թե թղթի կտորը իրեն ինչ է տալու ներքաղաքական պայքարում, գուցե ամենա այսպես համեստ ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդիկ այդ թղթի կտորի մանիպուլյացիան թե իբր խաղաղություն է բերում, այդ մանիպուլյացիային տրվեն, բայց այնուամենայնիվ ժողովրդի իստվար հատված զզվել է, սթափվել է, այս վերջին զարգացումներն էլ կարծում եմ էլ ավելի ուժեղ հարված են հասցնելու իր գահավիժող վարկանիշին, կապիտուլյանտի, այնպես որ իշխանափոխությունը տեսանելի հեռանկարում է իմ կարծիքով։ Ամեն դեպքում Ալեն Սիմոնյանոսը պատմական այց է։ Պատմական ակվարիումից դուրս եկած մեկը Քաջ Նազարի բախտով, եք չմեկնաբանենք այդ կերպարին, ավելի լուրջ հարցեր կան, պատմական այց է, որովհետև պատմական դավաճանության, պատմական ուրեմն նվաստացման ակցիա է լինելու, ակտ է լինելու, ըստ էության, այո, այդ առումով պատմական է։ Հերթական ազգային նվաստացմանն ենք ականատես լինելու, ուղղակի ես նաև մեր արտերկրի, մեր բարեկամներին հերթական անգամ ուզում եմ կոչ անել տարանջատել կապիտուլյանտին Հայաստանի Հանրապետությունից ու հայ ժողովրդից, որովհետև այս մարդիկ մարգինալացած են, չունեն հանրային վստահություն և գործում են սեփական, մորթապաշտական շահերից ելնելով և ի օգուտ Հայաստանի թշնամի երկրների և Հայաստանի ու հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն, սա Հայաստանի արտաքին քաղաքականությունը չէ լայն առումով, այլ Հայաստանում իշխանության բերված մարգինալների ուրեմն քաղաքականությունն է, որի վերջը կտրվի իշխանափոխությունից հետո անմիջապես։ Ես կուզեի, Մարիամ ջան, իրանական դեպքերին անդրադառնանք շատ կարճ։ Ուղղակի մի քանի կարճ հարց կա, սրանց հետ կապված ձեր տեսակետը լսենք, որ արդեն Իրան, Իսրայել և Հայաստանի սպանացող վտանգներ կհասցնեն վստահաբար։ Արմեն Աբազյանի պաշտոնանկանելը, այս մասով ինչ ունեք ասելու, արդյոք կապում եք, թե միևնույն է չնայած այս մարդը չի մոռացել իր այն հրամանները, որ ինքը կատարել է։ Կարող էր ավելի շուտ հրաժարականի դիմում ներկայացնել և փրկել իր անունն ու հեղինակությունը, բայց գիտեք, ընդհանուր անբարոյականության ֆոնին, եթե մարդու մոտ էլի ինչ-որ բարոյական ապրումներ են առաջանում, էլի գովելի է, ամեն դեպքում սա հուշում է մի բանի մասին, որ գործ ունենք բացահայտ ապօրինության հետ, այնպիսի կարմիր սահմաններ է հատել իրեն խելագարի տեղ դնող կապիտուլյանտը, որ անգամ ուժային ստրուկտուրաներում իրեն շատ հավատարիմ ծառայած անձինք ինչ-որ պահից հետո հրաժարվում են հրամաններ կատարել, ամեն դեպքում դրվատելի է, իրեմ կրկնում, կարելի էր շատ ավելի շուտ գնալ այդ քայլին ու երկիրը միայն ու միայն կշահեր, բայց այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք, սա նաև խոսում է այն մասին, որ ուժային համակարգում էլ, ուժային ստրուկտուրաներում էլ ինքը այլևս անվերապահ աջակցություն չունի, լուրջ անջրպետ կա ուժայինների և իր մեջ, դեռևս ենթարկվում են, հատկապես իրավապահ համակարգի քննչական այդ սեգմենտում, դատական համակարգում ունի իրեն հնազանդ ենթարկվողներ, բայց փաստն այն է, որ կա ընկալում ուժային համակարգում, ուժայինների մոտ, որ կարմիր գծեր են հատվում, ապօրինություններ են տեղի ունենում ու մարդիկ չեն ուզում այդ ապօրինությունների մաս լինել, ամեն դեպքում Աբազյանի քայլը թեկուզ որ ուշացած, բայց դրվատելի պետք է համարել, որովհետև առանց ուժայինների սթափվելու իշխանափոխություն չլինելու, սա փաստ է։ Արդեն տեսնում եք և ներսում ներքին ընդվզում անում։ Գիտեք, ներքին ընդվզման տարրեր միշտ էլ եղել են, բայց սա ուղղակի էքսկլյուզիվ բան է, սա անբարոյականության գագաթնակետն է, ինչ կատարվել է Կարապետյանի հետ, և այս պարագայում, այո, անգամ շատ բանի պատրաստ ուժայինները, նաև ծառայամտությամբ տարված շատ-շատերը հասկանում են, որ մի սահման կա, որից այն կողմ անցնելը նշանակում է, որ իրենց ապագայի վրա է խաչը քաշվելու։ Ամեն դեպքում, եթե մարդը
քայլ է կատարում, որից պետականությունը կարող է շահել, պետք է տեսնել գնահատել, ել եմ կրկնում, առանց ուժային կառույցների սթափվելու այս իշխանությունը չի կարող փոխվել այդ առումով, թեպետ իհարկե Աբազյանը այսպես չի հակադրվել, բայց իր հրաժարականի փաստով այո, բան չունեմ ասելու եւ ոչ միայն իր այդ առումով Չէ, նա Աբազյանի հետ համեմատելու նրա որևէ բաներ չկան, շտրիխներ, նա նռնակներ ան նետել նաև իմ երեխու ուղղությամբ, շպրտել ան նռնակները մի տարի հետո իրեն են շպրտել, որ նրա բարոյական կերպարի մասին խոսելը անգամ բան է, վիրավորական է մարդկանց համար, չենք էլ համեմատում, չէ, Աբազյանը կադրային անվտանգության սպայ է, անցել է դպրոց, ամեն դեպքում իրեն չի վարկաբեկել այնքան, որքան այդ ձեր կողմից նշված անձնավորությունը, եւ հետո նրան հանել են, իսկ այստեղ ինքը այնուամենայնիվ սկզբունքայնություն է հանդես բերել։ Սա ելի եմ կրկնում, շատ կարևոր է ինչ առումով հանրությանը մոբիլիզացնելու, սա նշան է այն բանի, որ ուժային ստրուկտուրաներում կա դժգոհություն, ընդվզում եւ իշխանության թուլանալու մի ուրեմն նշան է, թեպետ ձև են ուրեմն անում, թե այսպես կարծես թե ոչ մի բան չի պատահել, բայց փաստն այն է, որ հրամանը չի կատարվել ըստ մամուլի տեղեկությունների եւ սա պետք է գնահատել ամեն դեպքում Մարիամ ջան, որովհետեւ եթե ուժային ստրուկտուրաների հատկապես պետանվտանգության համակարգում կա նման դիրքորոշում, որ կարմիր գծեր են հատվում, սա ամեն դեպքում դրվատելի է ու ի վերջո սա բերելու է ցանկալի իշխանափոխություն